like to touch the sky. Լույս, օր երկրորդ, երեք աղբանոցից վերցրել եմ ես ստվարաթուղթը, ու հիմա իրա վրա գրում եմ 20,000. Հիմա գնում ենք նկարը հանենք այդ ռիլը, որ պատրաստ լինի, կտեղադրեմ, կտեսնենք. Այս outfit-ով եմ գնալու, բարձրակրունկներ եմ վերցրել հետս, այդպես գնացինք. Այսակիս մեջ էլ տանջված գրածը սա, ստվարաթղթի մեջ գնացինք. Սիրուն վիդեոներ էինք անում, մեկ էլ խնդրեմ. Չգիտեմ, չհարցնեք. Նյո։ Եկել ենք Կոլիզեի մոտ գտնվող ռեստորան Di Giardino ai Fori. Հենց Կոլիզեի այս մասում է։ Հիմա գների հետ է կծանոթացնեմ։ Ցան ունի այս տեսքը, սալյամի, պանիրներ եւ իրենց տոմատի սոուսը։ Հիմա փորձենք։ Գցնում ենք ուրեմն ձիթապտղի ձեթ։ Մենք բալզամիկ սոուս, մի քիչ շատ եղավ, բայց ոչինչ։ Դել ենք նաև 2 կտոր բրուսկետա, սա սմբուկ է, ռիկոտա պանիր, համեղ տեսք ունի, գնացինք փորձելու։ Ձեռքով պարտադիր։ Okay, I know why. Համով է, բայց վրես եմ թափել։ Հաջորդը բրուսկետան, ռիկոտա պանիր, դթմիկ, ինձ թվաց բադորջան է, բայց դթմիկ էր։ I believe I can fly. I believe I can touch the sky. Այս բրուսկետան համով չէր, ինչ-որ ձկան հոտ է գալիս։ Ռիկոտայից չի ան։ Թարմ ռիկոտա է, ինձ թվում է վրայից ուղղակի ձկան յուղ են լցրել կամ ինչ-որ բան։ Ընդհանուր շատ վատը չի, բայց որ դու չես պատկերացնում, որ այս կարա ձկան համով լինի։ Արդեն հետ ես քաշվում։ Չպատվիրեք ես։ Բայց ես ուտում եմ, էլի։ Այս մեջ լցրել եմ ձիթապտղի ձեթ եւ բալզամիկ սոուս, քանի որ ունեի բրուսկետայի հաց, հիմա սա թափախելու եմ ուտեմ։ Սա շատ համեղ նախուտեստ է, շատ։ Եկել ենք հոմով, այս կանկիլյոնիներից կերել ես։ Բայց ես չեմ ուզում, որտեղ շատ քաղցր է։ Ինձ համով ժելատոներն ենք եկել ուտելու։ Մոռացած եմ նախորդ ռեստորանում, որտեղ պիցա ու բրուսկետա կերանք, վճարեցինք, տոյս հաշիվ եկել էր 33 եվրո, մենք 35 վճարեցինք։ Ու հիմա եկել ենք շատ հայտնի համեղ լիմոնով պաղպաղակ ուտելու եւ տիրամիսու ուտելու։ Հիմա իրանց գների հետ ձեզ կծանոթացնեմ ու վերջում էլ կասեմ համը։ Ռեստորանի անունը Solato Colisei, չգիտեմ ինչքանով է իմիտալերն ինձ ներում, մի խոսքով սա է։ Շատ հայտնի դեսերտներ ունեն։ Մենք պատվիրեցինք ուրեմն լիմոն, բայց այս չի, ասեց 8 եվրո է ձեր ուզածը, հիմա կբերենք ուտենք կտեսնեք, եւ տիրամիսու ու սուրճ։ Շատ սիրուն կոլորիտային տեղ է։ Մենք ներսում ենք նստել, քանի որ դուրսը ահավոր շոգ է, իսկ ներսում կոնդիցիոների տակ հով նստած ենք։ Այս մեր լիմոնով պաղպաղ։ For the tiramisu and the coffees will arrive. Okay, thank you. Thank you. Looks so beautiful. Thank you. Հեսա կուտեմ, մենք հայտնի իրենց լիմոնով պաղպաղակը։ Երեխեք սլիվկի է, պրոստը։ Just take it for tonight. Thank you. But this too delicious. Լսի պաղպաղակ է, բայց թույլ։
Բայց համով է։ Вопросы. Thank you։ Համով։ Grazie tesoro. Համով է, մի տենց առամարի։ Me, thank you. Espresso. You need For her. No, without. Thank you. Համով է ժողովուրդ։ Մի հատ է տիրամիսուն ցույց տամ ոնց է մատուցվում։ Երկու գթալով կփորձենք, որովհետև շատ է քաղցրը։ Որպես food blogger ես համերը ասեմ ինչ կա այստեղ։ Այստեղ կա ուրեմն ռիկոտա պանիր, կա այստեղ սլիվկի եւ շատ լիմոն, շատ լիմոն։ Շատ համեղ է։ Խնդրում եմ չֆիքսվել, հա, այս մատից վրա, հասկացանք, ջարդվել է, ոյ, պարտադիր անդադ տինա է։ Փորձում ենք տիրամիսուն։ Դե հա, շատ համով է։ Պլյուս 45 կիլո։ Պերֆեկտո։ Այնքան հոգնած ենք։ Հիմա ասած մի քիչ կիսապարկած նստած եմ, մինչև ժամը 2-ը գա։ Գնանք Կոլիզեի, տեսեք, կարևոր բան։ Կոլիզեի տոմսերը ընկերուհիս on-line է առել, բայց հիմա պետքա գնանք Կոլիզեի կողքը ինչ-որ տեղ կա, որտեղից որ մեր on-line QR-ները ցույց ենք տալու, իրանք մեզ տալու են կտրոն, տոմս ու դրանով ենք մենք մուտք գործելու դեպի Կոլիզեի։ Դա իմացեք։ Ինչքան էր տոմսերան։ 35 եվրո արժի, բայց կարա փոփոխական լինի, չգիտեմ։ Նայած ինչ է, նայած ինչ բանով եք առնում, ինչ կայքով եք առնում, երբ եք առնում։ Մենք մարդը 35 եվրո ենք առել։ Կազմեց 27.5 եվրո, կարծում եմ նորմալ արժեքները։ Շքեղության, շատ սիրուն։ Իսկ քանդակները ոնց արված։ Մարդկանց մնացածներն է։ Մտանք Կոլիզեի ներս, 7 տեղ ստուգում են, չգիտեմ ինչի հետ դա պայմանավորված։ Հիմա գնանք վերև, արդեն վերևից կսկսենք իջնել ներքև։ Հարցանանք վերևի հարկ։ Չգիտեմ, քանի հարկ հարցանանք սենց պատրաստեք։ Տեսեք։ Տեսերի միություն երանգները։ Գիտա հայ նոյանները։ Հանգարանն է, դա բնականաբար սա իսկականը չի, բայց նմանատիպ վաճառքի բաներ կան։